Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյանը, այսպես են ես հյուրընկալ եմ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանին, պարոն Մարուկյան, ողջունում եմ եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մարուկյան, ինչ-որ բան ասում, что-то неладное в датском королевстве, էլի, որովհետեւ Հայաստանից հայտարարեցին խաղաղության մասին, խաղաղությունը կայացած փաստամյութներն եւ այլն, բայց երեք Կնիտուտը было, Ալիևը հայտարարեց, որ Սևանը պատմականորեն քարտեզներում անվանվում է Չակերտների մեջ Գյոյչա, որ պետք է ադրբեջանցիների վերադարձ ապահովել եւ այլն եւ այլն։ Ու այսօր դան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կարծես թե եթե սա իմ գնահատականն է, կարծես արդարացնում էր Ալիևի խոսույթը, ասելով որ դե դա 30 տարվա սոցիալ-մշակութային կոնֆլիկտի հետևանքն է, մյուսն է եւ այլն եւ այլն։ Շատ կարծիքներ կար, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական զինադադար է տալիս, որպեսզի նա հնարավորություն ունենա վերընտրվելու, այսպես ասենք։ Արդյոք շո բան փոխվել է ըստ տրամաբանության մեջ։ Բացարձակապես որևէ բան չի փոխվել եւ պետք է մենք հստակ հասկանանք, որ չի կարող նաեւ Ալիևը լռել այն հանգամանքների շուրջ, որոնք որ պետք է տեղի ունենան ընտրությունից հետո։ Այսինքն հիմա չեն կարող իրենք ոչ մի բան չխոսել։ Դες կարող են չկրակել, չեն կրակում։ Կարող են, չգիտեմ, այլ պրովոկացիաներ չանել, չեն անում։ Բայց այն ինչ որ լինելու է հայ ժողովրդի հետ, այն ինչ որ անկեղծ մեր իշխանությունները տանում են դրա մասին բաց չխոսել ընտրություններից առաջ կլինի խաբել հայ ժողովրդին։ Իսկ հայ ժողովրդին ոչ ոք չի խաբում։ Այսինքն իրենք անկեղծ ասում են, որ Ալիևը չի խաբում հայ ժողովրդին, չէ, անկեղծ Ալիևը երբ է խաբել մեր ժողովրդին։ Երբ մի հատ դրվագ ասա, որ Ալիևը սուտ է ասել։ Ինչ ասել է այդ մարդը իր գործողություններով հասել է դրա իրագործմանը։ Եվ հիմա ինքը ձեռքաբերել նաև լավ գործընկեր Հայաստանում։ Տես Ալիևը բան է ասում, Նիկոլ Փաշինյանը փորձում է դա վերածել հայկականության, փորձել բացատրել հայ ժողովրդին, ասում եմ սոցիալ հոգեբանության տեսանկյունից ցարական կայսրական Ռուսաստանի, չգիտեմ, ինչը բասարգեչարը եւ Ղարաբաղի դրոշը, չգիտեմ, ես իմ ինչ որ կապ ունի, եւ այսինքն այս պարագայում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ալիևի հոգեբան, իբր թե այդ մարդը ինչ որ ասում է, մի րոպե ես հոգեբանորեն ձեզ բացատրեմ, մի նյարդայնացեք, սա լավ է։ Բայց Ջորջան, այդ խաղաղությունը որ ասվել է, դրա տակ մարդիկ նկատում են հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս այնպեսին ինչպեսին մենք պատկերացնում ենք չի լինելու։ Այսինքն Արադ լեռը չի լինելու ձեր անձնագրերի կամ կնիքների վրա արդեն չկա, չնայած դիմել եմ դատարան քննություն կլինի, զինանշանի վրայից կհանեն, սահմանադրությունը կփոխվի, Հայաստանը կդառնա ոչ բլոկային երկիր, ինչ քաղաքացիներ կապտեն ասեմ, պարոն Մարուկյան, ես տեսա ձեր գրառումը հայտարարությունը որ դատի եք տվել, ինչու անձնագրի վրայից կորելի անհետացել է Սասունցի Դավիթը։ Սասունցի, ինչ Սասունցի Դավիթ։ Ու ես չեմ ֆիքսել որ Սասունցի Դավիթ ա եղել։ Հետո ուղարկում ինձ, ես գտնում եմ իմ հին կենսաչափական անձնագիրը, որտեղ բացում ես առաջին էջը, Սասունցի Դավիթ նկա, այս կողմը։ Եվ հանում եմ իմ նոր անձնագիրը, որ կենսաչափական չէ, որտեղ չեն տպում կենսաչափական, եւ չկա Սասունցի Դավիթը։ Սա նոր դիզայն, այսինքն մեկ ասում է, ուրա Մեսրոպ Մաշտոց ասում են, Ջորջան, կա ինքը, բայց QR կոդով, QR կոդով խփեք գնաք Վիկիպեդիա, այնտեղ արդեն Մեսրոպ Մաշտոց կա բան, եւ այս իմաստով սա մեզ հարմարեցնում են, մեզ տրամադրում են, նաեւ հոգեբանը Ալիևի մեզ օգնում է որ տրամադրվենք դրան, Նիկոլ Փաշինյանը, որ այս երկիրը լինելու է արևմտյան Ադրբեջան։ Հիմա տես Զանգեզուրի Միչանսկի կոնկրետ օրինակով եմ, այս օրինակն եմ բերում, հետո հաջորդ հարցը կարող եք տալ։ Ասում են Զանգեզուրի Միչանսկ մի նյարդայնացում, բայց չի կարելի, բան, բայց ինչ ես ասում, մենք պայմանավորել ենք պետք է լինի Տրամպի անվան ճանապարհ, հանուն խաղաղության եւ բարգավաճման բան, չէ։ Հետո ասեց Ժողովուրդ ջան, մի րոպե, եկեք պայմանավորվենք, որ ինքը կասի Զանգեզուրի Միչանսկ, բայց դա մենք կընկալենք որ տես չի։ Հիմա ասելու է, որ ինքը կընկասի Գյոյչա, մենք շարունակենք Սևան ասել, հետո Google-ում կփոխվի կդառնա Գյոյչա, հետո ինքը կասի Արևմտյան Ադրբեջան Հայաստանին։ Ինքը Հայաստանում նրա հոգեբանը կասի, որ բայց դա Հայաստանն է, Ժորժ ջան, մի լարվեք բան։ Ինչ է լինի, չենք մենք մեզ պարտված չենք համարել։ Այո, հիմա Ժորժ ջան, սերի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ։ Այս մարդիկ ձեզ չեն խափում։ Անկեղծ ասում են, որ ոչ մի պատերազմ, ոչ մի վախեցեք, իրականում պատերազմ չի լինելու։ Պետք չի մարդկանց այս ահուս սարսափը բանանել, էլի, դա Նիկոլն է վախի կառավարման հոգեբանը այս իմաստով։ Պետք չի։ Ոչ մի այս մարդիկ ասում են խաղաղ, հանգիստ գալու ենք ու այդտեղ բնակվենք։ Որովհետև մենք մեր տները թողեք գնացել ենք եւ գալու ենք տեղ բնակվենք։ Ընդ որում շատ հետաքրքիր բան կա։ Դա հիմնավորում է Փաշինյանը։
Եվս մեկ հիմնավորում, որ այսօր տեղի ունեցավ Օրբելի կենտրոնի այդ համաժողովի ժամանակ, ինչ էր ասում Փաշինյանը, ասում է, այ երբ որ ասում է Ադրբեջանից հնչում է Բասար Գեչար անվանումը, Հայաստանից էլ հնչում է Արցախ եւ Կովսական անվանումները։ Այսինքն ինքը բերում է եւ հավասարության նշաններ է դնում, տեղանունների միջև պայմանական ասած, մի հանգամանք հաշվի չառնելով, որ Հայաստանի իշխանությունները Արցախ բառակապակցությունը վաղուց չեն օգտագործում, վաղուց։ Իսկ ադրբեջանական իշխանությունները, ոչ թե հասարակությունը, օգտագործում է թե Բասար Գեչար, թե այսպես կոչված Գյոյչա, թե եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, բնականաբար մանիպուլացվելու է այս ամեն ինչը, անգամ հիմա արդեն սկսվեց մեղադրանքները, որ քանի որ չեք նայում ռոպագանդան երևելի, քանի որ Տրամփի տղան գալիս է Երևան, դրա համար Ալիևը ջղայնացել է, Սևանը կոչում է Գյոյչա, որովհետև ռուսները Ալիև, Չերեզ Ալիև ջղայնացել են, ու այսինքն վերջնահաշվարկում ով է մեղավոր, որ Սևան Ալիևը կոչում է Գյոյչա, ռուսները։ Բա էսա, այսինքն հիմա այս նարատիվն է զարգացվում եւ Փաշինյանն էլ եկել է ասում է, դե ախպեր ջան, բա կայսերական բաները, չգիտեմ, քարտեզները եւ այլն, եւ չի ասում, որ բալավ 150,000 մարդ տուն տեղ կորցրել է։ Ասեց, այսօր Հայաստանում։ Ասեց, ուրիշ բան ասեց։ Չէ, ասма չպետք է, ասма վերադարձի վտանգի խաղաղության օրակարգին։ Բայց այդ 150,000 մարդը, որտեղից որ էթնիկ զտվել է, ինքը գիտի չէ, որ Արցախից է էթնիկ զտվել։ Հիմա այդ մարդկանց բերանը ոնց է սպագել, որ չասեն Արցախ։ Այսինքն Ալիևի կողմից ամեն արված բան, ինքը արդարացնում է, դե որ այստեղ Ղարաբաղցիներ կան, դրոշ ունեն, ասես մեկ-մեկ էս դրոշը տարբեր տեղեր դնում են, նյարդայնացնում է դա ադրբեջանցիներին, ասում են Արցախ, հա, ու այսինքն Ժողովուրդ ջան, լավ հիմա մյուս կողմից էլ լավ խենք էս այսքան մանրանում էլի։ Հայաստանի Հանրապետությունը Ալիևի եւ Փաշինյանի կողմից հարմարեցվում է ադրբեջանցիների վերադարձին։ Որն է Հայաստանի Հանրապետության 3 միլիոն բնակչության պատասխանը։ Իրանք դրա հետ օքեյ են թե օքեյ չեն։ Սա պետք է քննարկել։ Թե չէ մի բարձ արդեն բաց հայտված է, դրան կհասնենք, բայց այստեղ ուրիշ բան էլ կա, էլի, ինքը նաև հավասարության նշան է դնում Արցախահայության վերադարձի իրավունքի եւ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, հա, ասում եմ, երբ որ մենք խոսում ենք դրա մասին, իրանք էլ խոսում են նրա մասին։ Այսինքն մենք ունենք ընդամենը 1 տարի, 2 տարի ու կես առաջ թարմացված մի վերք, երբ որ 150,000 մարդու հանում էր, ինքը բերում է այդ պատմությունը կապում է սովետական միության փլուզման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունից, որտեղ երկկողմանի բան է տեղի ունեցել։ Ուրեմն լսեք, փաստաթուղթ ենք մշակել կառավարությունում, որով հստակ արխիվային նյութերով, ապացույցներով ցույց ենք տվել, որ Հայաստանից գնացած ադրբեջանցիները կարող են դրվել մի հարթության վրա Ադրբեջանից մազապուրց փախած հայերի հետ, այն դեպքում, եթե հարց քննարկվի, որ խորհրդային միության փլուզման ժամանակ կոնֆլիկտի այդ եռուն շրջանում երկու կողմերից տեղի ունեցել մարդկանց խոսք։ Այն դեպքում, որ էլ եմ ասում, արխիվային նյութերով մենք պատրաստված ունենք, որ մենք փոխհատուցում ենք տվել ադրբեջանցիներին, ովքեր գնացել են, գայով մի գալկեքով ճանապարհել ենք, ուսեք ուշադիր, եւ դեպքեր ունենք, որ մարդիկ տները փոխանակել են, ասենք դու Սումգայիթից ես գալիս, ես մեկը գնում է չգիտեմ որ գյուղից, հա, Հայաստանից։ Տները փոխել են։ Հիմա եւ մենք այդ նարատիվը, այդ փաստաթուղթը պատրաստել ենք, որ սա որևէ կերպ չի կարող Արցախի հայության հետ առնչվել։ Ինչու՞։ Որտեւ Արցախի ժողովուրդը լղիմը ինքը ունեցել է ինքնուրույնություն, ինքնավարություն է ունեցել։ Իսկ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները եւ այո, Ադրբեջանում բնակվող հայերը չեն ունեցել ինքնավարության իրավունք։ Հետեւաբար նրանք իրար հետ են հորիզոնական հարաբերության մեջ, բայց Ղարաբաղը առանձին է։ Եվ սրա վերաբերյալ այդ թուղթը պատրաստել ենք Փաշինյանի մոտ է եւ ինքը ասուլիսում այս ինչ որ ես ասում եմ ասել է ժամանակին։ Հետո փոխվել է։ Ժամանակին։ Հիմա ինքը ինչ անում, ասենք նայեք խնդրեմն ինչ, այնց ասում են Էդմոն Մարուկյանին պատասխանի Էդմոն Մարուկյանը։ Այսինքն իմ նախկին ինչ որ խոսք բերում են առաջ։ Ժողովուրդ ջան, Էդմոն Մարուկյանը մնացել է այն կարմիր գծերի վրա, որոնք որ ֆիքսվել են կառավարությունում, որ չի կարող տրվել միջանցք, որ միգնացեն տվել են, չէ՞, որ չի կարող բանը ադրբեջանցիների գնացած ադրբեջանցիներին համադրել Ղարաբաղի ժողովրդի հետ, չի կարող, հա։ Իրանք են ամեն օր sense ձևափոխել, եկել հասել են Ալիևի ամբողջ ասածներին։ Երեք ես լայվ եմ արել։ Դեռ Փաշինյանը չէր արձագանքել Ալիևին։ Ասել եմ, ժողովուրդ ջան, հերուտ չեն օրը,
որ Փաշինյանը Ալիևի այս տեքստը արդարացնելու է ու կրկնելու է Հայաստանում։ Հələ առավոտն է արել։ Այսինքն ես մտածում եմ որ մի երկու ամիս կանցնի։ Ինքը առավոտն է արդեն արել։ Ես երեք գիշերն եմ լայվ արել։ Այսօր առավոտյան այս ամեն ինչը ինչ է ասում, ասում է քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, պարոն Մարուկյան, բայց ասում է սոցիալ հոգեբանական առումով, քանի որ 30 տարվա ընթացքում մենք իրար սպանել ենք, բնականաբար դա ավարտված չի, որը կրկնվում է լրատվամիջոցներում, 1, որը կրկնվում է ուրեմն փորձագետների մակարդակով 2 եւ երկրների առաջնորդների մակարդակով 3։ Հիմա այս երկուսի պարագայում ասում ստորագրում եմ, հարց չկա, բայց երկրների առաջնորդների պարագայում մի երկրի առաջնորդն է խոսում նմանատիպ բաներ, մյուս երկրի առաջնորդը կարծես արդարացնում է այդ մյուսի ասածները։ Ադրբեջանը ձեռք է բերել անփոխարինելի գործընկեր իդեմս Հայաստանի Հանրապետության իշխանությունների։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ադրբեջանի վրայից սրբում են էթնիկ զտման մեղքը, պատերազմական հանցագործությունների մեղքը, նաև Ադրբեջանին աջակցում են, որ ադրբեջանցիները վերաբնակեցվեն այսօրվա Հայաստանում։ Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները գործում են իշահ Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության։ Դա համար եք ասում, որ պետք է լինի բան ընտրությունների ժամանակ պետք է լինի ընտրանքի հետեւյալն է Սևան թե Գյոյչը, հա։ Այո, Սևան թե Գյոյչը, չգիտեմ, այսօր չգիտեմ ինչն է պատճառը, Փաշինյանը նաև Կիրովականից է խոսել։ Կիրովական Կիրովաբադ։ Հա, բացարձակապես ոչ մի կապ չկա։ Կիրովական Կիրովաբադ։ Այդ էլ բանից է ասեմ ինչի է, որպեսզի մեր ստողները հասկանան, ինքը ասում է, որ մենք մնացել ենք Կիրովական թե Կիրովաբադ տիրույթի մեջ, ի նկատի ունենալով սովետական միությունից ժառանգած կոնֆլիկտները, հասկացությունները, տրամաբանությունը։ Կիրովական հետ կապված ի՞նչ կոնֆլիկտ կա։ Ես Փաշինյանը նորագույն պատմություն չգիտի թամամ։ Կիրովականը ի՞նչ կապ ունի Կիրովաբադի հետ։ Այ Կիրովաբադը ոնց որ կարող է Գյանջա է։ Հա։ Եվ ոնց որ կարող է Ելիզավետ Պոլաոյին։ Հա, իսկ Կիրովականը, իսկ կարող Գանձակա։ Կիրովական հետ կապված ի՞նչ հարց կա ուզում եմ հասկանալ։ Դե Կիրովականը Ղարաքիլիսա է, պարոն Մարուկյան։ Որ Ղարաքիլիսա է ինչ։ Որ Ղարաքիլիսա է ճակատամարտակել Ադրբեջանին նեղի Կիրովականը։ Չի հասկանում ես, ասենք լավ վրացիք եկել են այդ տարածք, չէ։ Չէ, պարոն Մարուկյան, պետքա Նիկոլ Փաշինյանին բացատրվի, ոչ թե Իլհամ Ալիևին, որտեղ Ալիևին բացատրի իմաստ չկա, որ Շահ Աբասից հետո, երբ որ հայ ժողովրդի ներկայացտեղից տարավ, ու տեղը եկան ստեցին բաները, պարսիկներ, բաներ բանանել, ապրել կամ կովկասյան թաթարներ, այսպես ասենք, հայկական տեղանունները սկսեցին իրենք անվանել իրենց անվանումներով, այսինքն դա եղել է Շահ Աբասից հետո, բայց եթե դրա մեջ որևէ բան պետք չի բացատրել, ինչի համար եք մտե, նայ, պատմությունով ժողովրդին խճճում ենք։ Ժողովրդին պետք է մի բան բացատրել։ Դուք, օքեյ, որ ձեր տները էս հանձնելու են Ադրբեջանին։ Ղարաբաղում արդեն հանձնվել է։ Հիմա դուք օքեյ եք որ հանձնվել։ Հիմա պարոն Մարուկյան, ասեք այո, եթե օքեյ չեք, ես մարդը չպետք լինի մեր վարչապետը։ Ուղղակի, նայ, այսօր հայտարարություն եմ արել։ Ալիևին մենք չենք կարա փոխենք։ Չունենք դες հնարավորություն։ Դες ժամանակին Փաշինյանն ասում էր մի հատ լայվ կանեմ, Ալիևին ժողովուրդը։ Հա, ժողովուրդը կելնի Ալիևին կլարի ինձից։ Բայց չարավ այդ լայվը։ Հիմա մենք Ալիևին Չարով գիշերը առավոտ պատերազմ։ Հա, դե էլի չեր անելու։ Փրկնավ էլի Ադրբեջանը։ Մենք Ալիևին չենք կարա փոխենք։ Բայց մենք Հայաստանյան քաղաքացիներս, ովքեր կրում են իշխանության աղբյուր լինելու սահմանադրական, սահմանադրի լիազորությունները, մենք կարող ենք ընդունելու միջոցով փոխել Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս գործառույթն է պետք իրականացնել։ Մի բացատրում են գործառույթի իրականը, Կայսրը, Ելիզավետ Աշա, այդ գործառույթները փոխելու համար Սևանը, օքեյ, տակ Ադրբեջանին, թե չէ այդ քննարկեք, օքեյ։ Այդ գործառույթները փոխելու համար պարոն Մարուկյան պետքա որպեսզի ընտրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանը հեռանա կամ իմպիչմենտի ճանապարհով Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Երկու, այսպես առաջիկայում երկու սահմանադրական հնարավորություն, հա։ Հիմա եկեք հասկանանք Փաշինյանի գործելավոճը եւ մեթոդաբանությունը։ Եվրոպական խորհրդարանական վեաժողով Փաշինյանը անոնսեց, թե ինչպես է ինքը պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Բերելով մոլդովական օրինակը եւ ողջավորված լինելով մոլդովական օրինակից ինքը հայտարարեց, որ Հայաստանի ժողովրդավարության դեմ սկսվել է հիբրիդային պատերազմ, ակնարկելով, որ դա ռուսական 5-րդ Շարասյան գործողություններն են մյուսն եւ այլն եւ այլն, ուստի ժողովրդավարությունը պետք է լինի ուժեղ եւ ժողովրդավարությունը պետք է պատասխան տա դրսից եկած նարատիվներով ուժերը չպետք է մասնակցեն մյուս եւ այլն, ինչ որ եղավ Մոլդովայում մոտավորապես։ Այս եւ այդ բանը թափանիվը սկսվեց այլևս, դուք տեսնում եք թե վերջին 15 ժամանակ քանի մարդը ձերբակալվել, կալանավորվել, ամենաթարմ օրինակը 3-1-ի մատնությամբ կաթողիկոսի եղբորը եւ եղբոր տղային կալանավորեցին։ Այսինքն օղակը Հայաստանում փոփոխությունների ցանկություն ունեցող ուժերի շուրջ սեղմվում է։ Այո։
Ոստեղ շատ մեծ հնարավորություններ չկան, որտեղ արևմուտքը, որ օրինակ 2008 թվականի մարտի 1-յան շրջանում ճնշում էր Հայաստանի իշխանություններին, որպեսզի շատ քիչ մարդ ձերբակալեն կամ ձերբակալածներին բաց թողնեն, այստեղ կամ լռում է, կամ շնորհակալություն է հայտնում Փաշինյանին։ Наши действия, ինչպես ասենք։ Շատ որ մենք 5-րդ շարասյան ներկայացուցիչ, наши действия։ Շատ ակնհայտ է, որ հստակ իրականացում է ծրագիր Հայաստանի Հանրապետությունը հանձնելու ադրբեջանա-թուրքական վերահսկողության տակ։ Այդ պետությունը իրենց պատկերացմամբ պետք է լինի արևմտյան Ադրբեջան, այսինքն ադրբեջանցիները պետք է այստեղ բնակվեն, իրենք դեմ չեն որ հայերն բնակվեն, բայց ադրբեջանցիները պետք է բնակվեն։ Ուրեմն չի եղել հանդիպում, որ ես քննարկման լինեմ, ադրբեջանցի լինի, ու իրանք չասեն, որ միակ մոնոէթնիկ ազգը դուք եք։ Դուք միակ մոնոէթնիկն եք տարածաշրջանում։ Չի լինի տես, չի լինի, դուք ինչ եք 99% հայերով ապրում, չէ՞ 90 քանիս, էական չի։ Ձեզ ինչ։ Չէ, ասում այդ մեր գործն է։ Ասեմ ձեզ ինչ, ասում ոչ, ասում մենք պետք է կապրենք ձեր հետ։ Դուք մենակ ձեզանով եք ապրում։ Հայ ժողովուրդը, որ այստեղ չի գնահատում, որ ինքը մոնոէթնիկ է ապրում։ Ես փողոցում կան ասում ես նույն լեզվով են, չէ՞ խոսում։ Հա։ Ну հնդիկներին մեկ է ռուս ռեպատ բաներին հանած ռելոկանտներին, էլի ինձ որում աշխատուժը բանա։ Դրա մասին չի խոսքը։ Իրանք հիմնական բնակչության մասին են խոսում։ Ասում են չի լինի, ասում Վրաստանում հիմնական բնակչություն տարբեր ազգեր կան։ Ադրբեջանում կան, Թուրքիայում կան, Իրանում կան, ասում Հայաստան։ Դուք ով եք, ռուսներն են ձեզ տենց սարքել, որ դուք մենակ ձեզանով ապրեք։ Դրա համար ասում եմ։ Հիմա քանի որ դուք այլևս չեք ուզում ռուսների հետ լինեք, պետք է գանք մենք ձեր հետ ապրենք։ Մենք գալիս ենք եղբայր։ Եվ դա պետական հովանավորություն է ստանում Փաշինյանի կառավարության եւ Ադրբեջանի կառավարության միջոցով։ Հիմա ասում ես ինչ պետք է անի ընդդիմությունը պետք է Փաշինյանին բան բացատրի։ Փաշինյանը ծақ գիտի։ Ես նոր մի հատ օրինակ բերեց, ինչ փաստաթուղթ ենք պատրաստել։ Ինքը անգիր գիտի, դա անտիր փաստաթուղթ է։ Սեղանին դրած կարիք չկա։ Հա, բացարձակ իրան բացատրելու բան կար, ինքը անգիր գիտի, ինքը ինչ անեմ, ոնց անեմ, ի անեմ, երբ անեմ, ում երբ բռնեմ, որին որ րոպեին բռնեմ, ումա մի ամիս կալանք տալի, ում երեք ամիս, ում կալանքերը կողամսից հետո է երկարացնում, ումը մոտենալու կողմ արդեն ուղարկում է դատարան, որ մել դատարանում երկարաձգեն։ Հա, ինքը այդ անգիր գիտի, պետք չի իրան բացատրել։ Սա պետք է բացատրել հայ ընտրողին, Հայաստանի Հանրապետության եւ քաղաքական ուժերին, որ ձեր ամբիցիաները բան sense այդ որ sense հելել ձեզ ուտում, հա, դրեք մի կողմ եւ եթե կարեւոր բանը Հայաստանը պետությունը պահպանելն է, հիմա ինչ էականա ով կդառնա падգամավոր, ով կդառնա չգիտեմ ինչ, այսինքն դա падգամավորի կռիվ է, պետքա ամեն ինչ դնել մի կողմ եւ փորձել միայն հիմա կարծես թե այդ փոխհմբռնումը որոշակի առումով կա, իսկ բոլորը խոսում են խոշորացման անհրաժեշտության մասին։ Հիմա չգիտեմ դա ինչպեսի կառուցվածքային ստորաբաժանում կլինի։ Այնենք Վրաստան։ Սաակաշվիլին եւ Իվանաշվիլին իրար հետ ձայները 95%-ը տարել են։ Եվ դրա արդյունքում է որ Իվանիշվիլին հաղթել է Սաակաշվիլիին։ Ինչու որտեղ փոշին շատ փոքր է եղել։ Փաշինյանին ինչա պետք։ Մեծ փոշի։ Եվ պետքա ցածր մասնակցություն։ Ինքը ինչ անում, այս ապատիկ process-ը, տես նա իշխանություն ենք անում, գոռում, բոլոր ռուպերներով այսպես ասած, որ մարդկանց մոտ տպավորություն, որ իրանք հաղթած են եւ հետեւաբար անիմաստա գնալ ընտրության։ Հասկանում ես, որ հույս չկա, դե չես գնա ընտրության։ Եվ գնա մի չանեմ։ Ինձ այնպես բան չի կախված։ Այսինքն առաջի գործողությունը պետք է անել, որ ամեն մի քաղաքացուց, այդ մեկ գումարած մեկից կախված է ամեն ինչ, այս մեկ, այսինքն շատ մասնակցությունը իջացնում է իշխանության տոկոսը։ Եվ մյուսը, որ Ժորժ ջան, իրանց ինքնավստահությունը մի խափնվեք, գործերը շատ վատ է։ Իշխանության գործերը շատ վատ է։ Իշխանությունը իմացեք վերընտրվելու պարագայում անկլավները հանձնելու է ստրատեգիական ճանապարհները հետը, Հայաստանն ընդունելու է ադրբեջանցիներին, Հայաստանով անցնելու են միջանցքներ, որի վրա վերահսկողություն Հայաստանը չի ունենալու, Հայաստանում որոշումները չեն կայացվելու ինքնիշխան, այդ որոշումները կայացվելու են այլ կետերում եւ դուք այն պետությունը, որը դուք ճանաչում եք, որը սիրում եք, չի լինելու։ Ես երեք Սփյուռքայի մի ծանոթ մարդու հետ չէ, չեմ կարող ասել ընկերեսա։ Ճաշում էի, մի մարդիկ կային, եւ խոսում ենք, ասում է անգլերեն ենք խոսում, ասում է Մարուքյան, ասում է լսի մի բան ասեմ, էլի, ասում է ես ռեպատրիատ եմ։ Թե քանի տարի հայրենդարձ եմ։ Հայրենդարձ եմ, ասում է ստեղ եմ ապրում, բան հայերեն քիչ է խոսում, բայց էլի խոսում է։ Բայց ասում է նա ես եկել եմ որ հայրաքելական եկեղեցին իր մայրաթորով ստեղ է գնամ մեջմիածին բան մեր սրբությունները բան ես եկել եմ որ մեր Մեսրոպ Մաշտոցի սրբությամբ սրբոցով մեր գրություններով մեր պատմությամբ մեր բանով դա արժեքային հարց է երեխեքս բան հա
Ես եկել եմ, որ Արարատ լեռը մեր խորհրդանիշն է, Արարատը, այլն, ու տենց հերթով պատմա բիբլիական սարաբան, հերթ թարգմա, ու ասում է հիմա եղբայր մի բան ասա։ Ընդդեմ ապակահական մարդ, ապակահական, զրո իր համար հետաքրքիր չի։ Նիկոլն է, Սերժն է, Ռոբերտ, ով է։ Ասում է հիմա ես տեսնում եմ, որ process-ները գնում են նրան, որ այս այն ինչի համար ես եկել եմ, սրանք հերթականությամբ դուք delete եք անում, քանդում, ջնջում եք, cancel եք անում։ Գոյություն չունի, չէ՞, cancel culture։ Որ ինչ որ մի բան cancel, այսինքն ինչ է cancel culture-ը տեղ ունենում մեզ մոտ։ Արարատը cancel է հիմա, հա։ Հիմա Սևաննա cancel լինելու է սա։ Հիմա այս մարդն ասում է, եղբայր, այս ինձ համար սիգնալներ է, որ ես պետք է հետ գնամ։ Հետ, որտեղ ասում ես հասկանում եմ, որ ամեն մարդ չունի հնարավորությունը, որտեղ ես իմ տները բաները թողել եմ Ամերիկայի տարբեր նահանգներում։ Դի հետ գնամ։ Ես կարամ գնամ, բայց հասկանում եմ, բալավ որ չի կարա գնա բանարանք ինչ պետք է անեն։ Ո՞ս տեսնում եմ նաև այս ամեն ինչի դեմ պայքարը չեմ տեսնում ասում։ Մարդիկ տենց իրանց առօրյա բաներով են ասում, հասկանում եմ, որ դարերով մենք չենք եղել ինքնիշխան պետություն չենք ունեցել, տենց այդ անդադ մեր այդ դիլանելու culture-ն է մեր մեջ մտածող ինչ որ գործարք անենք, sense մի քիչ օլա գնանք բան, բայց ասում ասեն այս երկիրը կորցնում ենք։ Ասես նայում եմ ասում ախպերս մարդն ասում է, ինչ որ մենք մտածում ենք ամեն օր խոսում ենք, բայց ոնց որ բայց սա այլ տեղից չի շա։ Բանարքեմ, բայց դրա հետ միասին տես Հովանավանքի Փաշինյանական երկու հավաքները հիմա այստեղ երկու կարծիք կա, ձեր կարծիքն եմ ուզում հասկանալ։ Կարծիք համար մեկ այն է, որ Փաշինյանը առանձնապես ջանք չի թափել, որպեսզի այդ հավաքների ժամանակ մարդիկ հավաքվեն, որովհետև ինքը այսպես պատրաստում է մեկ ինչ որ մի հավաք, որի ժամանակ արդեն շատ մարդ է հավաքվելու, հա, եւ այլն։ Սա համար մեկ կարծիքն է։ Համար երկրորդ կարծիքն է, որ երկու անգամ չնայած ադմինիստրատիվ ջանքերի մյուսին եւ այլն, հասարակությունը անհաղորդ մնաց եկեղեցու պառակտման այս օրակարգին։ Դուք օրինակ կամ կարող երրորդ կարծիք ունեք։ Ես կարծում եմ, որ ինքը լավ ջանք է թափել։ Ինքը չի կարող ասել կոչ եմ անում, եկեք Հովանավանք։ Ի պաշտոնը չի կարող նման բան անել։ Շատ բան չի կարող անել անումը, բայց հասկանանք էլի։ Նաև գեղեցիկ չի լինի, որ նման ձևով ինքը փորձի, որտեղ ավելի ուրիշ խնդրեմ կունենա։ Դուրս կգա, որ տենց ոչ միայն ադմինիստրատիվ է, այլ նաև արդեն աղաչում է, որ հետը գնան պատարագի։ Վերջին հաշվով մարդ աստված կապը տենց ամեն մարդու գործն է, չէ։ Հիմա ինքը ասում է ես լինելու եմ, դրանով մեզ ջատալ իր այդորդներին, որ ախպեր եկեք, Ժորժ ջան, եկեք։ Եթե սպայքարում իրար ենք, եկեք։ Եվ անցած Կիրակի օրը ուրեմն շատ քիչ մարդ էր գնացել։ Այս Կիրակի օրը մոբիլիզացիան ուժեղացել էր, տեսակ արդեն նկատում եմ բաներից, պաշտոնյաներից։ Անկամ պաշտոնյաները հասկանում են, որ ախպեր ջան, լավ, ինչ գործ ունենք, Փաշինյանը այսօր կայքուց չէ։ Մտնենք 1700 ամյա մի հատ ինստիտուտի դեմ, Աստծո դեմ կռիվ տանք։ Դա չէ, գլադիատորներ կան, որ պրոբլեմ չունեն։ Արդեն վարչական ռեսուրսով բերած մարդիկ, այսինքն իրանք են, ու ժողովուրդ չկա։ Ես ուրիշ դիտարկում ունեմ, պարոն Մարուկյան, երկու հանրավակներին էլ եւ մենք 24-ը պաշտոնյաները Վանաձորի Լոռու մարզպետանի, ես եկել են այնտեղ ասենք։ Կիրովա երկուսի պարագայում 24-ը լուսաբանել է, այս ուշադրությամբ այսպես դիտարկում էի։ Առաջին պարագայում ուրեմն կար տեղացիների Հովանավանքի որոշակի ժողովրդի քանակություն, երկրորդի պարագայում քանակը ավելի քիչ էր, քան առաջինի պարագայում, բայց ավելի շատ էր պաշտոնյաների քանակը։ Այս էլ եմ ասում ինքը ջանք է գործադրում, բայց ժողովուրդը չի, այս ֆիասկո, այդ տապալված ժողովուրդը չի աջակցում։ Բայց իրա միտքը հետեւյալն է։ Մեկը փորձենք քահանաների վրա ազդել, կոմպրոմատաբաներ։ Տարբեր տեղերում քահանաներ թող դեֆեկտ անեն, բան անեն, դուրս գան եկեղեցու դեմ, եւ ես կգնամ այդ տարբեր տեղերում պատարակներ։ Հիմա հաջորդ լինելու է Թալինում։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, այլ թող բոլոր ԶԼՄ-ները լսեն։ Շատ կարեւոր է, որ ԶԼՄ-ները գնում են այդ վայր, լուսաբանում են։ Հարցեր են տալիս Արամին Ասատրյան Ստեփան, հա, այսինքն ինչի համար է սա շատ կարևոր, որովհետեւ ինչքան Ստեփան Ասատրյանը խոսեց, այնքան ինքը ցույց տվեց, որ ինքը քահանա չի, ինքը ակտիվիստ է, հասկանում եք, քաղաքական հայացքներ ունեցող ակտիվիստ է, եւ եթե պատկերացնենք ԶԼՄ-ները չլուսաբանեին, այդ պաշտոնյաները ամոթ ու դեմքերներն են փախցնում, բան, ես տես կոչեր կար, որ չի կարելի լուսաբանել, լեգիտիմացնում ենք, ոչ, ձեր լուսաբանման արդյունքա, որ մարդիկ չեն գնում, ձեր լուսաբանման արդյունքա, որ ինչքան խոսում են, այնքան ապացուցում են, որ սա քաղաքական ակցիա է։ Ինչքան խոսում են, այնքան ապացուցում են, որ իրանք լրիվ այլ օրակարգ են սպասարկում։ Ինչ Կադիրով, ինչ, ասում Կադիրովը թողոյ, ցնկաս հասկանում ես, անգամ են արեմտամետ զանգված է, այսպես կոչված, որ պետք է այդ էքսպերտները, պոակի, բոլորը պետք է պաջակցեին։ Ելեք կրակ ախպեր ասում են, այս ինչ թարս բան եղավ ախպեր, ինչ կա։
Դե հիմա Թալինի պարագայում այլ է։ Դեռ Թալինի քահանան Տեր-Թադեն, քանի որ ինքը դեռևս ոցված քահանա է մնում, ես այլ բանից ցույց չտամ ասելու Ավազանի անունով չկոչելու, ի տարբերություն անդաստիրակների, որոնք որ վեհապարն եւ այլ սրբազաններին են ասում այդպես Ավազանի անունով, այս բային Տեր-Թադեն կարողույց եղած հոգեվորական չի, ուստի ցանկացած պատարակ համարվում է լեգիտիմ, անկախ դրա քաղաքական տակի դրված բանին։ Եթե նա մինչև Կիրակի օրը շարունակի լինել ըստ կարգի քահանա, այդ պատարակը վերջին շրջանի երկու Կիրակիներից կլինի միակ լեգիտիմ պատարակ կլինի։ Որը եղել է միակ լեգիտիմ նկատի Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Եթե չեղավ, եթե բայրաթուռում որոշվեց, որ ինքը կարգալույց ալնում, ապա այդ պարագայում այլևս կրկին կվերածվի քաղաքական հավաքի, ինչպես որ Հովանավանքում էր ցավոքսապի։ Բայց տեսեք, պարոն Մարուկյան, մենք հիմա ինչից ենք խոսում, էլի, երեք ընկերներից մեկը հետաքրքիր դիտարկում արեց, ասում է 20 թվականից 25 թվականը, 25 թվականի սկիզբը Հանրության թիվ 1 քաղաքական օրակարգը Նիկոլ Փաշինյանի հեռացումն էր։ Այսինքն ասուլիս էր տալիս, մեկը հարց տալիս, բա դուք երբեք հեռանալու, դուք երբեք հրաժարական տալու, քաղաքական process-ները անընդհատ իր հրաժարականի մասին էր, հա։ Ինքը կարողացել է վերափոխել իր հրաժարականի կամ հեռացման օրակարգը վեհապարի հեռացման օրակարգի սպասումով, այսինքն մենք այլևս քննարկում ենք կգնա արդյոք վեհապարը թե չի գնա այս հարցակումների հետևանքով։ Բայց այստեղ ինքը գոնե կարճաժամկետ արդեն հաղթանակ չի տալ, որ իր շուրջ ստեղծված այդ օրակարգը ինքը տեղափոխել է այլ տիրույթ։ Տեսեք, այն որ ինֆորմացիա newsmaker-ը շարունակում լինել իշխանությունը, դրան ես բան չունեմ։ Այսինքն մեկ լինում է որ ընդդիմությունը նյուզա, բայց արագ իրանք հետ են վերցնում, ինչ որ մի բան անում, ինչ որ մեկին բռնում են, ինչ որ մի բան միտեղ ինչ որ մի բան լինում է։ Քանի որ Էրդողանի գրքով մի հատ նկարում են լուրը գալիս է էս կողմ, լուսաբանում։ Ուզում ասեմ դա ախր բարձր ռեսուրսներն իրանց ձեռքում է, հա, լուրեր ստեղծողն իրանք են։ Բայց ես չեմ կարծում, որ կաթողիկոսի հեռացման օրակարգը եկե փոխարինել է իր օրակարգին։ Այդպես ինչ որ փոքր խմբի մոտ այդպես հարց է։ Ասենք օրինակ ես որ որևէ թեմայով խոսում եմ դրա հետ կապված, չէ՞։ Գրում են, բայց պարոն Մարուկյան, ճիշտ է որ կաթողիկոսը երեխեք ունի։ Ու այսինքն այդ է իրանց բերած։ Հա, միակ բանը է։ Ո՞վ է ասե։ Ո՞վ է ասե։ Հենց կամ ունի կամ ունի չունի, ասում եմ ինքը դրա մասնագետն է։ Այսինքն իր գործն է դա։ Ու սկսվում է դե ուրիշ հարցեր, բայց հիմա ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը դուք շատ ճիշտ եք նկատում։ Ախր դա չպետք է լինի դատարկ հեռացման օրակարգ։ Մենք պետք է ժողովրդին բացատրենք, ժողովուրդ ջան։ Ընտրություններից հետո եթե Փաշինյանը մնում է, այս երկրի թվարկեցի արդեն մի քիչ առաջ էլի։ Այսինքն անկլավները, ճանապարհները, միջանցքները եւ այլն, այսինքն sense թվարկներից չեմ ասում, որ մեր գերիները Ադրբեջանում դատվում են, բան չէ, ինքը ասում սոցիալ հոգեբանորեն, խաղաղությունը, բան։ Այդ մասը ոնց որ բաց թողեցինք էլի։ Այսինքն եթե դու մարդիկ ունես Ադրբեջանում դատվում են, Հայաստանի անձնագիր ունենալու համար են դատվում։ Դու ի՞նչն եք հավա, ինչ սոցիալ հոգեբանություն էլի։ Դու որպես Ալիևի հոգեբան, դու դա մեզ ոնց ես բացատրում։ Այսինքն էսա խնդրեմը, դա ասում եմ, պետք է ասել, Ժորժ ջան, Սևան թե Գյոյչա։ ԿՊ Գյոյչա, Սևան մնացած բոլոր ուժերը։ Բայց մնացած բոլոր ուժերն խելք հավաքեն եւ արդեն օրինակը բերեցի։ Չպետք է 20-25% ձայն Փոշյանը, եթե Փոշյանը Փաշինյանը վերընտրվում է։ Այսինքն բացատրությունը ինչքան բարձր լինի եւ ուժերը ինչքան խոշորացված լինեն, այնքան ավելի լավ, հա։ Այո։ Ինչ արե Իվանիշվիլին։ Նա տարի նայենք էլի։ Դե հիմա Սամվել Կարապետյանն է, այսպես ասենք, փոխարինում է դերակատարությունը, քարտ գնդակի իր դաշտում է, ինքը պետք է համախմբի։ Ու բոլոր ուժերին իրար հետ կռվող, իրար հետ չկռվող, իրար հետ հարց ունեցող, հետ հարց չունեցող, այնորում միանգամից չի եղել համախմբում։ Եթե ուսումնասիրեք, տեսնեք, որ փուլ խոշորացել են եւ այդ ձնագնդիկ էֆեկտը ավելի է մեծացել։ Հետո ինչքան խոշոր է, այնքան դժվար է իրան չգրանցել։ Հիմա Մոլդովայում ինչ է եղել։ Կան բազմաթիվ ուժեր, դե գրանցված են, դե մի ասենք երկու ատը չեն գրանցվում։ Ինչ որ բունտ կարա լինի, չէ։ Մայա Սանդուն ասում է, ժողովուրդ ջան, հա բազմաթիվ ուժեր կան, գնացեք քվեարկեք։ Նույնը անելու է այստեղ։ Մայա Սանդուն։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, որ ընդորմես վերջերս հանդիպեցին գործի փոխանակումից։ Հաշվենք դա Մայա Սանդուն։ Հիմա ուզում ասեմ, Ժորժ ջան, կամ դուք կոմրոշեք, ինչ եք ուզում։ Սուտ է ձեր բաները տենց որ առանց։ Դե հիմա չէ, պարոն Մարուկյան, այդ ձեր դիտարկումը առաջինը պետք է վերաբերվի մեր ձևովին ու Սամվել Կարապետյանին, որովհետև արտախորհրդարանական ուժերի հնարավոր համախմբում
այս պահին միակ ռեսուրս ունեցողը եւ միակ էներգետիկա ունեցողը, այսպես ասենք, եւ նաեւ ազդեցություն ունեցողը դառնում է Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը։ Ինքը պետք է դա ձևակերպի։ Այո, դե դա մասին արդեն ամիս ու կես է, արձանագրումը ամիս ու կես 2 ամիս է, մենք ունենք որ իրենք ըստ էության արդեն ամենախոշոր բևերն են հանդիսանում, բայց միայն իրենցից կախված չէ, որովհետև երկրորդ նախագահի ուժն էլ պետք է Նա երկրորդ նախագահը թող առանձին գնա, ինքը իր բլոկով առանձին գնա, իր 7% ունենա։ Այնց է թող առանձինը խաթարում այդ process-ը։ Ես կարծում եմ, որ Ստեղ պարոն, ուրիշ մի հարց էլ կա, էլի, ուրիշ մի հարց էլ կա։ Հիմա մենք կարող ենք քննարկել, որ ուժի կվարկելա վարկածև ինչպեսին պետք է լինի, չնայած օրինակ հասկանաս, երեսից չի որ մենք ասում ենք ով ինչ պետք է։ Հա, չէ, բայց ուրիշ բան կա, էլի, այստեղ ուրիշ բան կա, բայց եթե ընտրությունները հերթականի նման գնաց, այսինքն պատկերացրեք ծափով, ծիծաղով, չգիտեմ, մյուսով Նիկոլ Փաշինյան վարչապետ, ամեն ինչ նորմալ է, հրաշալի է, որ կամերան առաջ չխստում են, գցում են, քվեարկեցին կանոն, եսի ինչի եւ այլն եւ այլն, սովորական զգացողության պայմաններում ու պարագայում, չգիտեմ, կարող եմ բացատրել թե չէ։ Տեղանալու են ինչ-որ տեղ ունեցավ 21 թվականի ընտրությունները, մեծ մաս ընտրությունների չի գնալու։ Դրա համար եմ ասում, որ զգացողությունները չպետք է լինեն սովորական եւ դա նաեւ կախված է դիմադիր ուժերից, ակտիվ քաղաքացիներից, որ մարդկանց բացատրում են։ Նայ, եթե ընտրությունից հետո Սևանը, ու ադրբեջանցիները չեն գալու ստեղ բնակվեն ու Հայաստանից միջանցքներ չեն տրվելու եւ Հայաստանից ինչ որ այլ տարածքներ չեն տրվելու։ 2 օր առաջ ԿՊ հայտնի, եթե չեմ ասում, Տավուշի մարզպետը նորից պնդում էր որ հողեր ունենք տալու։ Իրանք 4 գյուղ տվել են։ Դրա դիմաց ոչ մի բան չեն ստացել։ Մի հատ պատ են շարել։ Չափը։ Բոլորին տանվում են դե ցույց են տալի, պատներ ճաքել է։ Ասում են էլի բաներ ունենք տալու։ Արա եղբայր Ադրբեջանում մի հատ падգամավոր, մի հատ էքսպերտ, մի հատ պոակի աշխատող, մի հատ Ստյոպա Սաֆարյան չկա, ասի մենք ունենք հող տալու։ Չկա տենց բան։ Մենակ Հայաստանում են ասում, մենք տալու ենք, մենք ունենք տալու։ Հասկանաս, ես որ ասում եմ, չեն խափում մեզ։ Ախր դեռ եմ ասում, նարեկ ջան, չեն խափում։ Անկեղծ ասել են, տվել են, ինչ ասել են, տվել են, ինչ էլ դեռ չեն ասել, Ալիևն է ասում։ Ասում Ախպեր ջան, Սևան չէ, էլի գյուղ չէ։ Ինչ է Սևան։ Հիմա այդտեղ։ Դա էմոցիա է, նարեկ։ Դա էմոցիա։ Հիմա ինչ է ուզում ասեմ, դիսատ ասում։ Ինչ դա է։ Եթե այոտև եթե Սևանը մնում, հա էմոցիա չկա։ Գնացեք, ուզում եք քվարկեք, չէ ուզում եք քվարկեք, Նիկոլնա կամ այն մեկնա, Էդմոննա, Նարեկնա, դուք գիտեք։ Բայց երբ որ Սևանը կարա գյոյ չա դառնա, դա էմոցիա է։ Դա մոբիլիզացիոն ռեսուրս է, դա մարդկանց տներից հանելու է։ Դա մարդկանց տներից հանելու է, սովորական ընտրություն չի լինելու։ Քո կարծիքով Նիկոլ Փաշինյանը նստելու է, ասելու այո, ընտրությունը Սևանի Գյուղիչայի մեջ է։ Ավանդակարակը ասելու է, արիասեմ ինչ է ասել։ Նա արդեն այսօր է ասել։ Ասեմ ինչ է ասել, ասելու է ժողովուրդը չեք ուզում Սևանը Գյուղիչայի վերածվի, ինձ պետք է ընտրեք, որովհետև եթե գան ընդդիմադիր, причем ցանկացած արդեն ուժ, ընտրությունը լինել է խաղաղության թե պատերազմի մեջ, այս մարդիկ ձեզ պարելու են կոնֆլիկտի մեջ, կոնֆլիկտի արդյունքում անկախություն ընկնելու է Հայաստանը։ Ոչ մի պատերազմ չի կարող լինել այդ համատեքստը։ Ոչ մի պատերազմ չի կարող լինել։ Տեսա մեկն է գրել էր ասում, ճիշտ է Ալիևը sense բան է ասել, անդուր է մի քիչ չի դզում, իշխանական ռոպագանդիստ է, էլի գրողը, բայց ասում է կարակ չայ խմեք, հանգիստ խի, որովհետև Տրամպի թղթերը կա։ Հասկանում ես, այդ գիշեր օգոստոս 7-ի ես ուղիղ եթեր եմ մտել եւ բացատրում ժողովրդին, Ժորժ ջան, առանց քարտեզի չի կարելի թուղթ ստորագրել։ Եվ դա եղել է մեր ստրատեգիան, որ առանց քարտեզի չպետք է գնանք այս բանին։ Պետք է քարտեզ կծվի։ Քարտեզ, քանդաթար իրանք ինչ ասել են, ինչ ասենք քարտեզ։ Մենք ասել ենք քարտեզ։ Եվ որ ես եղել եմ տեսփան։ Հիմա ասեմ, արա առանց քարտեզ թուղթ են ստորագրել, սա պրոբլեմա տալու։ Էսի պրոբլեմա, Ադրբեջանը մեզ շարունակում չճանաչել։ Ու երեք Ալիևն ասում Ախպեր ջան, ցարական քարտեզները։ Ցարական քարտեզներից ինչ խոսում Ալիևը։ Այսինքն ինքն ասում Ախպեր, ես ես Ալմաթով չեմ ճանաչել։ Ալմաթում գյուղ չկա։ Սևանա։ Եթե ինքը Ալմաթով մեզ ճանաչում է, չպետք է լինի գյուղի խոսակցություն։ Հետեաբար հերթական խապկանքը երեք պայթել է։ Այդ պայթունը Հյուրներ ադրբեջանակետ Տաթև Հայրապետյան ինքը հետաքրիր մեջբերում արեց Ադրբեջանում գործող են եզակի լրագրողներից, որոնք որ դեռևս չեն կալանավորվել կամ չեն արտագաղթել, հա, ասում է, անունը չեմ հիշում լրագրողի, ասում է հոդված է գրել, ասում է, որ չնայած նրան, որ Ալիևը միջազգային ասպարեզում խոսում է խաղաղության մասին, իր ներքին օրակարգերը, նարատիվները այնպիսին են, որ ադրբեջանական հասարակությունը ամեն վարքյան պահվում է նյարդի վրա ու ամեն աստծո առավոտ չի զարմանա, եթե Ալիևը նոր պատերազմ հրահրի։
Այսինքն կա արտաքին ընկալում եւ իր ներքին քաղաքականությունը, որտեղ լարվածություն, հակահայկականություն եւ այս վերջերս էլ, եթե նկատել եք, 3 կարծեմ մարտահոսք տեղ ունեցավ փաստաթղթերի, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է հովանավորում ճակերտներով արևմտյան Ադրբեջան ժամանակից Հայաստանի տարածքին բանը։ չի, բոլորս գիտենք։ Չէ, ես անգամ փաստացի, փաստաթղթավորված դե Հայաստանի իշխանությունների համար է դա Դա արվում։ պետական բան է։ Հիմա օրինակ մենք ունենք Օրբելի կենտրոն, չէ՞։ Հիմա ոնց որ Օրբելի կենտրոն է, սկսի Լեռնային Ղարաբաղ վերադարձի քննարկումներ կազմակերպել։ Օրբելի կենտրոնը հիմնադրվել է ՊՕԱԿ-ի կողմից, ՊՕԱԿ-ը ֆինանսավորվում է վարչապետի աշխատակազմի կողմից։ Այսինքն կարա Հայաստանը խափի ասի, չէ, մենք կապ չունենք, ովքեր։ ՀԿ-ի է ինչ որ կենտրոնը։ Դա չկա դες բան։ Ուղիղ Ալիևի կողմից է այդ ամբողջը արվում։ Ես ասեմ նաև ժամանակին կար Լեռնային Ղարաբաղից ասում Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանից մեր փախստականների միություններ, այդ միությունները հայտարարությունով հանդես էին գալիս, եւ դրանք դրում էին Armenpress-ում, լուրերով հմեկի, հիմա նկատել եք որ չկա։ Իհարկե չկա։ Իհարկե չկա։ Լարիսաներ Ալավերդյան Դե որ Նիկոլ Փաշինյանին տեսնեք, ասեք, ինչ կա, այս ինչ է կանում։ Բայց ինչ հարցնք, մարդը բառացի միջով մեր հարցնելու Դե պատասխանը։ բասմեք Նիկոլ Փաշինյանը կասի Սևան ամենը։ Ինքը արդեն այսօր ասի որ Սևան չի։ Ուսմա Ալիևը կարտեզները կայսր է բան։ Կայսր է ախպեր։ Կայսր։ Այսօր Մոնղոլիայի հետ էլ հարցեր ունեցավ, իդեպ ասաց, որ ասենց որ շարունակենք մինչև Մոնղոլիային հասնելու, մոնղոլները ասում հələ մի րոպե, բա սպասեք, բա մենք տղեկ ջան։ Խարշալույսները այդքան էլ խաղաղ չեն Արարատյան դաշտավայրում։ Տեսնենք ինչ է լինելու։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերես ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը։ Մենք խոսում էինք Սևան, թե ներողություն եմ խնդրում գյուղիչավորակարգի մասին, ինքը շարունակում է սուրճը բերել մտցնել ստուդիա, չնայած ես իրան խնդրել էի, որ այդ սուրճը պահի եւ ստուդիա չմտցնի, ճիշտ չի։ Հա բայց արդեն ձեզ էին նկարում։ Շնորհակալ եմ շատ։